Գեղարքունիքի մարզի բնակիչն իր որդուն պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու նպատակով նույն մարզի բնակչի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանի պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային ստորաբաժանման պաշտոնատար անձի հետ, ով հարցի լուծման համար պահանջել է $11,000 չափով կաշառք։ Բացի այդ, պաշտպանության նախարարության նույն պաշտոնատար անձը վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացը կազմակերպելու եւ դրան օժանդակելու համար մեկ այլ քաղաքացուց ստացել է ավելի քան 1 միլիոն դրամ արժողությամբ տարբեր ապրանքներ, իսկ մյուս դեպքում իր ծանոթին վարժական հավաքներից խուսափելուն օժանդակելու համար այլ պաշտոնյայի դրդել է կազմել բժշկական կեղծ եզրակացություն։ ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Մեղադրանքներ են ներկայացվել եւս 3 անձի։ Հակակոռուպցիոն դատարանը որոշել է եւս 1 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Միշտորդությունը ներկայացրել էին քննիչները։ Նրա փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ որոշումը կբողոքարկեն վերաքննիչ դատարանում։ Հիշեցնենք, Կարապետյանի դեմ քրեական գործը վերաբերում է իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչի մեղադրանքին, նաեւ փողերի լվացմանը։ Նա 7 ամիս եղել է կալանքի տակ, հետո տեղափոխվել է տնային կալանքի։ Երևանում տեղի ունեցած դատական նիստում քննվել է Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործը։ Դատախազը հայտնել է, որ Գևորգ Հարությունյանը վրեժի շարժառիթով դարանակալել եւ կրակել է Վալոդիա Գրիգորյանի, Կարեն Աբրահամյանի եւ Արծրուն Գալստյանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել են Գրիգորյանն ու Աբրահամյանը, իսկ Գալստյանը վիրավորվել է։ Ըստ մեղադրանքի, դեպքից հետո Նարեկ Օհանյանը օգնել է վերացնել հանցագործության հետքերը, այրելով հագուստն ու այլ իրեր։ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին կաշառք ստանալու եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Նա կաշառք է ստացել 7 անձի օգտին հովանավորչության, թողտվության եւ այլ ապօրինի գործողության համար։ Նախաքննությունն ավարտվել է, գործը հակակոռուպցիոն դատարանում է։ Հենրիկ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Սևանի հարսնաքարի վերաբերյալ գլխավոր դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ։ Անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց։ Դատախազության կողմից մի շարք գույքերի վերաբերյալ դատարան ներկայացված հայցերի թվում են մասնավորապես հարսնաքար հյուրանոցի վարչական համալիրը, քոթեջները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Հայաստանի ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը եւս մտնում է դրանց մեջ։ Աբովյանում Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում եղբայրները ՍԶ-ի հետ ունենալով թշնամական հարաբերություններ, տեղեկանալով վերջինիս գտնվելու վայրի մասին, գնացել են այնտեղ։ Եղբայրներից մեկը ԲՍ-ն հակառակողմի ուշադրությունն իր վրա գրավելու նպատակով մոտեցել է ՍԶ-ին եւ նրա հետ գտնվող անձին։ Իսկ այդ ընթացքում մյուս եղբայրը գրպանից հանել է դանակն ու առնվազն 8 անգամ հարվածել ՍԶ-ի կրծքավանդակին եւ որովայնին։ Մյուս եղբայրը, տեսնելով առաջին հարվածը, բռնել է տուժողի պարանոցից, քաշել հետ, չեզոքացնելով նրա դիմադրությունը եւ եղբորը ԱՍ-ին հնարավորություն տվել անխոչնդոտ հարվածել վերջինիս եւ գցել գետնին։ Այնուհետեւ վիրավորը վազել է կանգառի դիմացի հատված, իսկ եղբայրներից ԱՍ-ն գնալով նրա հետևից եւս 4 անգամ դանակով հարվածել է տուժողին եւ սպանել նրան։ Եղբայրները կանգառի հետնամասից հափշտակել են տուժողի մոտից գետնին ընկած ատրճանակը եւ 5 փամփուշտը։ Վերջիններից նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Օտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքում թաքստոցներում տեղադրած թմրամիջոցներն իրացնելիս ձերբակալվել է Երևանի աշտարակի խճուղում եւ տեղափոխվել համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Խոզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 34 փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք PVP տեսակի թմրամիջոցներ են, որոնք ձեռք էր բերել Telegram ալիքի միջոցով։ Դավթաշենի բնակիչ 29-ամյա երիտասարդն էլ ձերբակալվել է Հալաբյան փողոցում։ Նրա մոտ հայտնաբերվել է 3 փաթեթ բուսական զանգվածով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է եւ արդեն տեղադրել մի քանի փաթեթ Թումանյանի անվան այգում։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողներն այգում հայտնաբերել են եւս 5 փաթեթ։ Նանսենի անվան այգում էլ ձերբակալվել է Նորարեշում բնակվող 22-ամյա երիտասարդը, նրա մոտ էլ հայտնաբերվել է 4 փաթեթ։ Նա հայտնել է, որ այդ նույն այգում հարակից վայրերում արդեն տեղադրել է փաթեթներ, որոնցից 5-ը եւս հայտնաբերվել են։ 3 դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։